Դմիտրի Մեդվեդևն իր նստավայրում է ընդունում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը պետք է կայանար դեռ մեկ շաբաթ առաջ Երևանում, բայց այն հետաձգվեց ու տեղափոխվեց Մոսկվա։ Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի վարչապետերի ու Ղրղզստանի փոխվարչապետի հետ հանդիպման Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է ավելի հաճախ հանդիպել։ Ըստ նախնական պայմանավորվածության այսպիսի հանդիպումներ պետք է լինեին 2 ամիսը մեկ, սակայն Մեդվեդևի խոսքով իրենք մինչև վերջ չեն պահում խոստումը։ Հանդիպումներն ուշանում են, իսկ օրակարգը կուտակվում է։ Ավելին, Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է նախապատրաստել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը։ В последнее время мы получаем больше сигналов о заинтересованности в совместном. Վերջին շրջանում մենք ազդանշաններ ենք ստանում եվրոպական մեր գործընկերներից, որոնք հետաքրքրված են համատեղ աշխատանքով։ Մենք պատրաստ ենք դրան, բայց առաջ կշարժվենք հաշվի առնելով դրա շահավետությունը յուրաքանչյուրի համար։ 4 վարչապետերն ու Ղրղզստանի փոխվարչապետը նստել են մեկ սեղանի շուրջ քննարկելու նավթի ու նավթամթերքի միասնական շուկա ձևավորելու հայեցակարգը։ Նրանց ուշադրության կենտրոնում է եղել նաև երկաթուղային փոխադրումների հարցը։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոսել է ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգիրք ընդունելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, նոր օրենսգիրքը կսահմանի մաքսային միատեսակ ձևակերպումներ ամբողջ միության տարածքում, ինչն էլ գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ։ Այս տարի ԵԱՏՄ տարածքում կգործի դեղորայքի միասնական շուկան։ Միջկառավարական խորհրդի նիստում կարևորվել է հատկապես ԵԱՏՄ-Չինաստան գործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը։ Կայացել է նաև Հովիկ Աբրահամյան Դմիտրի Մեդվեդև զրույցը։ Մեդվեդևի առաջարկով Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում մայիսի 20-ին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով Երևանյան նիստում կվերադառնա նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգին։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։